Այսօրվա դրությամբ Գերներ ջան, Հայաստանի Հանրապետությունում ուզում եմ թիվ ասել, որտեղ կարևոր է նվազագույն սոցիալական զամբյուղը կազմում է 77,000 դրամ։ Ինչպես նշեց իմ գործընկերը, նվազագույն կենսաթոշակը կազմում է 36,000 դրամ։ Դա պարզ երևում է, որ այդ նվազագույն կենսաթոշակով քաղաքացին մեր կենսաթոշակառուն չի կարող հասանելիություն ունենալ նվազագույն սպառողական զամբյուղին։ Առավել ևս նաև չի կարող հասանելիություն ունենալ պարենային զամբյուղին, որը սահմանված է 41,000 դրամ։ Այսինքն այսօրվա վիճակով մեր կենսաթոշակառուները համարվում են հասարակության ամենախոցելի եւ ամենաաղքատ խավերից մեկը, որոնք իշխանությունների կողմից մատնվել են անուշադրության, աղքատության եւ գտնվում են նման վիճակում։ Այն դեպքում, երբ ժամանակին նրանք իրենց աշխատանքով, մեր տատիկ պապիկները, իրենց գործունեությամբ անձնվիրաբար ծառայել են հայրենիքին։ Դա մեր կառավարության, մեր իշխանությունների ամոթն է։ Այդ բարձ կարող եմ ասել։ Նույնիսկ 90-ական թվականների սկզբներին յուրաքանչյուր տարի ինդեքսավորվում էր կենսաթոշակի մակարդակը եւ տարեստարի այն ավելանում էր։ Եթե վերցնենք գնողունակության մակարդակը, գնողունակությունը հաշվի առնենք, ապա այսօրվա կենսաթոշակառուն իր 36,000 դրամով չի կարող ձեռք բերել այնքան ապրանք եւ այնքան ծառայություն, որքան կարող էր ձեռք բերել 2018 թվականին։ Այսինքն 7 տարվա մեջ կենսաթոշակառուի ֆինանսական հարցերում ոչ մի փոփոխություն չի եղել, իսկ եթե եղել է, դա եղել է բացական ուղղությամբ։ Եթե մենք նկատի ունենանք կոմունալ կենսաղային ծախսերի վճարները, օրեցօր կարող եմ ասել, հիմա կմեկնաբանեմ դա, օրեցօր աճող գները ապրանքների, ապա մնում է միայն մեզ զարմանալ, թե ինչպես է կենսաթոշակառուն իր գոյությունը ապահովում։ Օրինակ վերցնեմ միայն դեղորայքը, որը պարզ է բոլորիդ համար, որ գրեթե բոլոր կենսաթոշակառուները օգտագործում են։ 2 շաբաթը մեկ գները բարձրանում են։ Ես 2 շաբաթ առաջ երբ որ մի դեղամիջոց եմ գնում, ինքս իմ մաշկի վրա զգում եմ լինելով, ասենք ճնշման կամ շաքարի դեղ եմ գնում, անպայման անհնար է, որ գները աճած չլինի։ Լավ, մենք տնտեսական մրցակցության հանձնարարող չունենք, այդ մասին ինչու չեն մտածում։ Ինչու Ռուսաստանում եւ Վրաստանում նույն այդ դեղորայքի գները 2-ից 3 անգամ ցածր են։ Ինքս եղել եմ եւ նույնիսկ ձեռք եմ բերել։ Կամ մեր այսօրվա վարչապետը ընդդիմադիր եղած ժամանակ ասում էր, բացականչում էր ամենուրեք, հայտարարում էր, որ Հայաստանի քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Բայց իր կառավարման տարիներին, արդեն այս 7 տարիներին յուրաքանչյուր տարի այս իշխանությունների կողմից հնարած անհարգի տուրքերով, հարգերի բեռի տակ են մնում մեր քաղաքացիները, նույն այդ հպարտ քաղաքացիները, ընդ որում ավելի շատ այդ բեռի տակ, այդ բեռը ազդում է կենսաթոշակառուների վրա։ Էլ չեմ խոսում տրանսպորտի գների աճի մասին, աղբահանության վճարների մասին, գույքահարգի մասին, 10 անգամ բարձրացել է։ Բոլոր այս ծանրությունը իր մաշկի վրա կրում է մեր թոշակառուն։ Մի բան էլ ուզում եմ անպայման ասեմ, որ մեր իշխանությունները ծրագրել են, որ 2026 թվականին այս մեր նշածս 500,000 թոշակառուները պետք է հայտարարագիր ներկայացնեն։ Այսինքն 36,000 դրամ ստացող կենսաթոշակառուն պետք է 36 տուր դիմի, խփի, էնել չգիտեմ կստացվի թե չէ, որ այդ հայտարարագիրը ներկայացնի։ Նա պիտի մի քիչ տնտեսագետ լինի, մի քիչ պետք է հաշվապահ լինի, մի քիչ պիտի բանկային գործից հասկանա, հեռախոս ունենա կատարելագործող, համակարգչին տիրապետի։ Լավ, այս ամեն ինչը ինչի համար է, նորից այս կենսաթոշակառուի կյանքը ինչու է բարդացվում, անհասկանալի է։ Ընդ որում թոշակառուների վերաբերյալ բոլոր տեղեկությունները պետական մարմիններում կան։ Ինչու է այս բանը չեմ հասկանում, այս քաղաքականությունը գործակերպը որտեղել իշխանությունը չեմ հասկանում։ Այսինքն փաստորեն ստացվում է, որ աղքատներից հեշտ է գումար վերցնելը, ուղղակի քանակը քիչ է, բայց քանի որ աղքատների թվաքանակը մեծ է, բավականին մեծ գումարը պետությունը հաջողությամբ կարող է օգնել աղքատներից։ Ասելիքս ավարտեմ եւ ասեմ, որ այս բոլորը ցույց են տալիս, որ մեր
հայաքվեի նախաձեռնությունը կենսաթոշակները 50%-ով բարձրացնելու վերաբերյալ արդարացված են եւ մեր ծրագրային կետերից մեկը դա է, որ ամբողջությամբ պետք է պայքարենք այդ իրականություն դարձնելու համար։